Այսօր խաղաղ ակցիա են կազմակերպել ի աջակցություն դպրոցական Դավիթի, որը ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, զրկված է իր կրթություն ստանալու իրավունքից եւ մենք սրտացավ քաղաքացիներով այստեղ ենք գտնվում, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացնենք մեր խնդրանք պահանջը։ Ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել համաչափ ինչ-որ պատժամիջոց, պայմանական ասենք տնային կալանք, եւ այո, պահանջում եւ խնդրում ենք, որպեսզի Տիկին Վարդապետյանը իջնի ներքև եւ զրուցի մեզ հետ եւ լսի մեզ։ Տեղում է ճիշտ է Տիկին Վարդապետյանը։ Այո, տեղում է, մենք ոստիկանների միջոցով փոխանցեցինք մեր խնդրանքը, այս պահի դրությամբ մեզ հայտնեցին, որ կարող են մեզ երկու մարդ ուղեկցել ներս, որպեսզի գրավոր նամակը հանձնենք, ինչ որ բաժնի պետի, անկեղծ չեմ հիշում, բայց դա մեզ համար բավարար չի, մենք ոչ թե ցանկություն ունենք ուղղակի մտնենք շենքի ներս, այլ մենք ցանկություն ունենք հանդիպելու Տիկին Վարդապետյանի հետ կամ գոնե իրենից մի փոքր ավելի ցածր։ Բովանդակությունը ինչ է շարադրած։ Շարադրած է այն ամենը, ես կկարդամ հիմա ձեզ համար, եթե կարիք կա, բայց հստակ նշված է երկու պահանջ, որը ես արդեն բարձրացա։ Տիկին Նովայիսյան, միջև նամակի ընթերցումը նախ դուք ակնկալում եք, որ որևէ բան կփոխվի Դավիթ Մինասյանի ապահովման միջոցի մեջ եւ նախորդիվ Դավիթի ընկերները, նրանց ծնողները այստեղ երկու անգամ ակցիա իրականացրեցին, ստորագրահավաք իրականացրեցին, դիմում փոխանցեցին եւ արձագանք չկա։ Գիտեք, ես այն հայերից եմ, այն հայրենատեր հայերից եմ, որը փորձում է անել այնինչ հնարավոր է անել։ Ակնկալիքներ մի քիչ բարդ է ասել, չեմ կարող ասել ինչպիսի պատասխաններ կունենանք, բայց ես երբեք չեմ նայում, թե ով ինչ է կազմակերպել։ Ես փորձում եմ իմ ուժերի չափ կազմակերպել այն, ինչ կարողանում եմ, իդեպ սա իմ կյանքի առաջի ակցիան է, ես նման բաներով երբեք չեմ զբաղվել, բայց որպես մարդ, ով բազմաթիվ երեխաների է օգնել եւ մասնակցել է պատերազմի ու տեսել է բազմաթիվ երիտասարդների զոհվել է, չեմ կարող անտարբեր մնալ։ Տեսեք, դուք կարծում եք, որ պատիժը անհամաչափ է ոչ միայն այն պատճառով, որ առողջական լուրջ խնդիրներ ունի 18-ամյա Դավիթը, թե այն ամենենի կատարված արարքն էլ, չի բխեցնում այս կալանքին։ Նայած դուք արարք ինչ նկատի ունեք, նայեք, ես իրավաբան չեմ կարող իրավաբանորեն ձեզ պատասխանել, բայց որպես մարդ նայել եմ տեսանյութը եւ տեսել եմ ինչա եղել, այսինքն, երբ որ դու կանգնած ես եկեղեցում, երբ որ դու աղոթք ես անում եւ քեզ հրում են այս կողմ կամ այն կողմ, անչափահասության տարիքը նոր հատած երիտասարդ կարա, չգիտեմ, նեղվի դրանից, զգայուն է, այո, եւ ես չեմ ուզում շեշտը դնել միայն ու միայն հիվանդության վրա, որովհետեւ դա ճիշտ չի, բայց ես խնդրում եւ պահանջում եմ, որպեսզի դա պարտադիր հաշվի առնվի, որովհետեւ եթե Դավիթին կալանավորեն ու Աստված չանի Դավիթի հետ մի բան լինի, այս ամենը բոլորի խղճի վրա է։ Դուք ասել եք, որ չքաղաքականացի ակցիա ներկա չլինեն քաղաքական ոլորտի, ներկայացուցիչները, բայց արդեն իսկ Դավիթին ներկայացված մեղադրանքը քաղաքականացված է։ Այո, միանշանակ հարցը քաղաքականացված է, ես դրա մասին եւս գրել եմ իմ Facebook-յան հարթակում, բայց ես լինելով ապակուսակցական, այսինքն չպատկանելով որևէ կուսակցության, որի մասին բազմաթիվ անգամներ խոսել եմ, խնդրել եմ, որպեսզի կուսակցության ղեկավարները, անգամ եթե շատ սրտացավ են, հատկապես ընդդիմադիրները, չգան, որ կողքից չասեն այ տեսեք էլի ինչ որ կուսակցական ակցիաներ են կազմակերպվում եւ այլն, որովհետեւ ես նման բաները չեմ ընդունում։ Սպասելիքներ ունեք Աննա Վարդապետյանից։ Սպասում եմ, որ կիջնի հիմա, կխոսի մեզ հետ, կլսի, դե դա թողնում եմ իր խղճի վրա։ Իսկ եթե ձեզ առաջարկեն երկու հոգով բարձրանալ։ Միանշանակ կբարձրանանք, այո, որովհետև էլի եմ ասում, այն ինչ ասվեց այստեղ հիմա, ես նաև ուզում եմ անձամբ նայելով իր աչքերին, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խոսել եւ փոխանցել մեր խնդրանք պահանջը։ Իսկ Դավիթի հետ հանդիպել։ Ես Դավիթին անձնապես չեմ ճանաչում, ես Դավիթին առհասարակ երբևէ չեմ հանդիպել, չեմ ճանաչում Դավիթի ծնողներին, ոչ մեկին չեմ ճանաչում։ Ես Վանաձորից եմ, ամեն ինչը տեսել եմ սոցհարթակներում ոնց եւ բոլորը,
ու մի քանի օր պայքարելով Facebook-յան հրապարակումներով, իդեպ մենք նաև 4000-ից ավել քաղաքացիներ on-line հարթակում դիմել ենք, այո, ստորագրահավաք եւ դիմել ենք MIP-ին, որպեսզի պատշաճ ձևով արձագանքի այս ամենին։ Ես տեսել եի, որ ի սկզբանե արձագանքել է։ Որքանով էր նաև այդ հայտարարությունը։ Չեմ ընդունում այդ հայտարարությունը, մի փոքր սկզբից եմ կարդացել, մի փոքր վերջից, ես այդքան առողջություն չունեմ նման տեքստեր երկար կարդալու ոչինչի մասին։ Ամեն դեպքում, եթե ասում են այնտեղ կար հատված, որ Facebook-ով on-line հարթակում, այո, այսպես մի արեք կամ ինչ-որ նախ շեշտեմ, հստակ ուզում եմ շեշտել, որ ոչ մի վիրավորանք ոչ մեկի կողմից չի եղել։ Ես անձամբ հետևել եմ, եթե եղել են 2 կամ 3 մեկնաբանություն ինձ մոտ ջնջել եմ, որովհետև մեր նպատակը ինչ-որ մեկին վիրավորելը չի։ Մենք բոլորս քիրթ մարդիկ ենք եւ քիչ բան չունենք մեր երկրի համար արած։ Դες չի մտահոգում, որ տեսեք կանչել եք, հա, ակցիայի կներեք արձանագրենք, որ ըստ էության հանրային հետաքրքրություն միայն սոցիալական ցանցերում ունի այս թեման։ Ինձ առհասարակ ամեն ինչն այս երկրում անհանգստացնում, վերջին տարիներին հատկապես, բայց ունենք այն, ինչ ունենք, գիտեք, ես ու Անահիսը երբ որ խոսում ենք, մենք ասեցինք անգամ, եթե 2 հոգով լինենք, բայց ոնց տեսնում եք արդեն մարդիկ հավաքվում են, մենք գալու ենք մեր պահանջը ներկայացնենք։ Ամեն մեկս պետք է մեր խղճի առաջ հաշվի։